Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռազմական հակամարտությունը վերածվել է տնտեսական պատերազմի։ Էպիկական ցասում օպերացիան այժմ իրականացվում է Պարսից ծոցի ջրերում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, երկրի զինված ուժերը վերջին 36 ժամում շրջափակել են Իրանի նավահանգիստները, արգելափակելով Իսլամական Հանրապետության առևտուրը ծովային ճանապարհով։ Իրանի տնտեսության 90%-ը կախված է հենց ծովային առևտրից։ Շրջափակման առաջին 24 ժամում Իրան ուղևորվող ոչ մի նավ չի անցել ծովային ճանապարհով, նշել է ամերիկյան կողմը։ Միաժամանակ Wall Street Journal-ը գրում է, կոմերցիոն նավագնացությունը վերականգնվում է, վերջին մեկ օրում նեղուցով անցել է ավելի քան 20 նավ։ Ամերիկյան բլոկադան նրանց վրա չի տարածվում, քանի որ դրանք առնչություն չունեն Իրանի հետ։ Ամերիկյան կողմն իրանական նավահանգիստներում արգելել է 8 նավթային տանկերի ելումուտը։ Շրջափակումն իրականացնում է Միացյալ Նահանգների ռազմածովային մոտ 15 ռազմանավ, որոնք տեղակայված են Արաբական ծովում, Իրանի ջրային տարածքից դուրս։ Իրանի դեմ ծովային բլոկադան հայտարարվեց, երբ մերձարևելյան հակամարտության դիվանագիտական կարգավորման մասին խոսեց Վաշինգտոնը։ Նահանգները շարունակում է բանակցություններն Իրանի հետ։ Կարծում եմ այս պատերազմը մոտ է վերջին, մենք մոտենում ենք գործողություններն ավարտելուն, նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Հակասական հայտարարություններին զուգահեռ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին Պակիստանում։ Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է մեծ գործարք կնքել Իրանի հետ, այդ դեպքում երկիրը կծաղկի, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Թրամփը չի ուզում փոքր գործարք, նա ցանկանում է խոշոր գործարք կնքել։ Համաձայնության չգալու պատճառն այն է, որ նախագահն իսկապես ուզում է այնպիսի գործարք կնքել, որի պայմաններում Իրանը միջուկային զենք չի ունենա, ահաբեկչությունը հովանավորող պետություն չի լինի, իսկ Իրանի ժողովուրդը կարող է բարգավաճել, զարգանալ եւ միանալ համաշխարհային տնտեսությանը, եւ սա այն է, ինչ նա առաջարկում է։ Չնայած կողմերի զրոյական վստահությանը, նահանգները լավատես է։ Վենսն իր բոսի նման հայտարարում է, կողմերը ցանկանում են գործարք կնքել։ Վաշինգտոնը շարունակելու է բանակցություններն ու ձգտելու է, որ դրանք կայանան, ասել է փոխնախագահը։ Ոչ սպառնալիքները, ոչ ճնշումները եւ ոչ էլ անհավասար պայքարը չեն ընկճում Թեհրանին, թեպետ Իրանում պատրաստ են իրավահավասարության պայմաններում բանակցել, սակայն երբեք չեն նահանջելու։ Իրանը չի ձգտում պատերազմի կամ անկայունության եւ միշտ պատրաստ է տարբեր երկրների հետ երկխոսության եւ կառուցողական գործակցության։ Այնուամենայնիվ ուժով կամքը պարտադրելու կամ երկրին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման։ Իրանի ժողովուրդը երբեք չի ընդունի նման մոտեցումը։ Իրանի նախագահը նաև քննադատել է երկակի չափանիշները, ընդգծելով, որ այլ երկրների դեմ ռազմական գործողությունները հակասում են ընդունված միջազգային սկզբունքներին։ Փեզեշքյանը կոչ է արել ամրապնդել միասնությունը թշնամիների դեմ։ Ռուսաստանը լուրջ վտանգներ է տեսնում տարածաշրջանում իրադարձությունների նման զարգացումից։ Չինաստանում Իրանի թեմային է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել այսպիսի ագրեսիվ գործողություններից։ Մենք պնդում ենք, որ այս բանակցությունները շարունակվեն եւ համաձայնություն լինի Հորմուզի նեղուցում ազատ նավարկության վերականգնման հարցում։ Չինաստանի հետ միասին մենք վճռականորեն աջակցում ենք այս բանակցությունների շարունակությանը, կողմերին խրախուսում իրատեսական եւ արդար նպատակներ սահմանել, որոնք հարգում են յուրաքանչյուրի օրինական իրավունքները, համաձայն միջազգային իրավունքի։ Մենք նաեւ պատրաստ ենք Չինաստանի հետ միասին աջակցել այս բանակցությունների տարբեր ձևաչափերին։ Ռուսաստանը նաև պատրաստ է աջակցել իրանական հարստացված ուրանի հարցի լուծմանը, ասել է նախարարը։ Սերգեյ Լավրովը նշել է, անհնար է հավատալ Իրանի ոչնչացմանը, հակառակ համոզմունքը անհիմն է։ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իսրայելի բացարձակ անսասան համոզմունքն է, որ Իրանը պետք է ոչնչացվի, սակայն այս նպատակը չի կարող հարգանք առաջացնել։ Ռուս դիվանագետը տարակուսած է, թե ինչպես կարելի է դրան հավատալ։ Վաշինգտոնի սպառնալիքների ու սուր հայտարարությունների ֆոնին պլան B մշակում նաև հին աշխարհը։ Եվրոպան արագացնում է ՆԱՏՕ-ի պահեստային ծրագրի մշակումը, Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ն լքելու պարագայում։ Wall Street Journal-ը գրում է, որ պաշտոնյաներն աշխատում են եվրոպական ՆԱՏՕ-ի ստեղծման ուղղությամբ, փորձում են դաշինքի ղեկավար պաշտոններում ավելի շատ եվրոպացիներ առաջադրել, ինչպես նաև ամերիկյան ռազմական տեխնիկան փոխարինել սեփականով։ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար
քարտուղարը հորետեսական կանխատեսումներ է անում։ Յենս Ստոլտենբերգը հայտնել է, երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա 10 տարում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։